Հրանտ Բագրատյան, համեցեք պարոն Բագրատյան։ Այս բան չի, ես մյուսները հրաժարվեցին, հա։ Հարցերը հերթով տալիս են, պարզապես դուք զբաղված եք։ Պարոն Խաչատրյան, շատ հարցեր կան բյուջեի հետ կապված։ Իմ կարծիքով ընդհանրապես մենք լուրջ խոսակցության առիթ ունենք հանրապետությունում, մի ուրիշ ֆորմատ պիտի մտածվի։ Մեր երկիրը չի զարգանում, մենք պիտի սա ընդունենք։ Եվ չի զարգանում մեր պատճառով, ոչ թե աշխարհի պատճառով։ Օրինակ, որպեսզի դուք պատկերացեք խնդիրն ինչքան բարդ է, 2008-ին Սերժ Սարգսյանը դարձել է նախագահ խոստանալով տարեկան 7% աճ։ Եթե վերցնենք 2008-2016 թվերը 9 տարի անում, 9 տարում տնտեսությունը պիտի աճեր 83.4%-ով։ Քանի որ մենք այս պահին աճել ենք 15.4%-ով 8 տարում, 2.2% է տա աստված որ կատարվի, մենք աճենք 17.9%-ով։ 83.4, 17.9, սա նրա աշխատանքի կառավարության աշխատանքի հանրապետական մեծամասնության աշխատանքի գնահատականն է։ Սա կատաստրոֆա է, սա աղետ է։ Մեր երկիրը առաջ չի գնում։ Եթե վերցնում ենք բյուջեն, մենք 2007-ին ունեցել ենք բյուջե եկամուտներով, համախմբված բյուջեի եկամուտներն եմ ասում, 589 միլիարդ դրամ։ Եթե մեր մյուս տարվա բյուջեն կատարվի 2016-ի 9 տարի հետո, մենք կունենանք 1 միլիարդ 153 միլիոն դրամ։ Եթե ես 1 միլիարդ 153 միլիարդից հանում եմ 250 միլիարդ թոշակայինը, որը 2005-ում նստած չէր, ես ստանում եմ 950 միլիարդ։ Հələ 250 չպետք է շատ պետք է անեմ։ Եթե ես 950-ը բաժանում եմ 588-ի, նշանակում է դրանով բյուջեն աճել է 61%։ Բայց եթե 61%-ից հանում եմ 9 տարվա գնաճը, 55% գումարային գնաճը, ես ստանում եմ, որ մեր բյուջեն 9 տարում աճելու է, որ հաստատվի 6%-ով։ Չի կարող այդ երկիրը մրցունակ լինի։ Մենք ուզենք, չուզենք, մեր տեղը պիտի զիջենք, մեր տարածքը զիջենք մեկ այլ մրցունակ երկրի։ Պատմության դասն է սա։ Հիմա խնդիրն էս է, ես կոչ եմ անում ձեզ։ Մենք պետք է կարողանանք աճացնել տնտեսությունը։ Տնտեսությունը չաճացնել նշանակում է բոլորիս մտցնել լճացնել, մենք չենք աշխատում, սկսած ինձանից։ Մի հասարակությունը չի աշխատում այսպիսի ցածր ստանդարտներով։ Սա մի հարցն է, ինչ ճար եք տեսնում։ Ես չեմ կարծում, որ կարելի է քննարկել այդպիսի ցածր աճող բյուջե։ Մենք պիտի աճացնենք դա։ Եվ երկրորդ հարցը, պարոն Խաչատրյան, սա չհամարեք անձնական հարց, կոնկրետ մարդիկ չկան, ես հենց հիմա Գյումրիից զանգում են, խնդրում են պարզաբանել այդ ավելացված արժեքի հարկի 1-5%-ը բանի նկատմամբ, պահուստների նկատմամբ։ Մենք կարող ենք քաղաքակիրթ ձևով հանդիպել, քննարկել այս հարցը բացահայտ եւ այո կամ ոչ ասել չի լինելու պաշարների վերագնահատում, գիտեք, եթե հարկային պարտավորություններ են առաջանում։ Շատ մեծ բողոքի ալիք է, խոսքը վերաբերում է Գյումրիից մի քանի տասնյակ փոքր միջին ձեռնարկատիրի բաների։ Խնդրում եմ այս հարցին էլ մի հատ պատասխանենք, այդ մարդկանց միանգամից ասենք այո կամ ոչ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ, դուք 49 հարցադրում եք արել մեզ, միակ պատգամավորն եք, որ մեզ շատ ծանր դրության մեջ եք դրել։ 49 հարցը մենք հիմա մշակում ենք մեր մոտ, բավականին հետաքրքիր ու լուրջ հարցադրումներ կան, որը երկար հատվածի համար պետքա մենք անալիզ անենք, մարսենք եւ պետքա ձեզ խնդրեմ, որ առանձին քննարկում կատարենք։ Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, եթե վերլուծեք դուք, իսկ գիտեմ, որ դուք շատ ուշադիր եք այդ հարցերին, ոչ մի երկրում տնտեսական կանխատեսումները որպես կանոն տարեվերջին մոտ չեն լինում։ Այդ թվում բացառություն չի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Եթե վերջին 3 տարիները մենք վեր ենք լուծում, ոչ մի պարամետր բնականաբար շեղում է, այսինքն կանխատեսում է, բայց լավ կլինի, որ մեր կանխատեսումները վերջում իրական լինեն, մոտ լինեն կյանքում։ Առաջին շահագրգռված մարկանցից նաև ֆինանսների նախարարությունը, որ մենք ունենանք լավ տնտեսական աճի ցուցանիշներ։ Տնտեսական աճի ցուցանիշների մեջ կան շատ ուրեմն առանձնահատկություններ։ Երբ որ խորանում ես կառուցվածքի մեջ եւ տեսնում ես, որ այդ տնտեսական աճի ցուցանիշները արդյոք հարկունակ են, հարկ բերող ցուցանիշներ են, ուրեմն լրիվ ուրիշ պատկեր են։ Եթե խորանում ես ավելի խորը միկրոմակարդակով, տեսնում ես, որ այդ աճի ցուցանիշները ընդհանրապես կարող է դրական էֆեկտ չբերեն։ Բայց բոլոր դեպքերում չեմ կարող ձեր հետ չհամաձայնել, որ այո, իհարկե մենք կառավարությունը պետքա շատ լուրջ, առավել եւս հիմա,
տնտեսական քաղաքականությունը ուղղված լինի հնայի աճի տեմպերին, տնտեսական ակտիվությանը։ Դրա համար մենք գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շատ լուրջ քայլեր ենք կատարում։ Եթե դուք ժամանակ կգտնեք, որպեսզի մենք ձեզ ներկայացնենք ու ընդհանրապես պատգամավորներին, թե ինչ քայլեր են արվել վերջին տարիներին գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, որը տնտեսության համար գրավիչ լինի, կանխատեսելի եւ մրցունակ, դուք կտեսնեք, որ այսինքն կան երևի թե այլ պարամետրեր, որ պետք է դրանց ուշադրություն դարձվի, դրանք ուրեմն ձեռբազատվել դրանցից, որպեսզի մեր ուրեմն տնտեսության աշխուժացումը լինի ավելի արագ տեմպերով, քան մենք նախատեսում ենք։ Այս պահի դրությամբ մեր կարծիքով, եթե մեր տարածաշրջանային երկրներն են ուսումնասիրում, ոչ մեկը կոնկրետ սցենար չունի։ Ռուսաստան ունի 3 սցենար, -4-ից մինչև պլյուս չգիտեմ ինչ։ Այսինքն շատ դժվար է տնտեսական թիմի, ֆինանսական թիմի, կառավարությունների համար կանխատեսել մի տնտեսական միջավայր, որը հետո ուրեմն չգիտես ինչ ուղղություններ կունենա։ Ինչի համար, որովհետև տնտեսական միջավայրում բազմաթիվ պարամետրեր շատ արագ են փոփոխվում։ Եվ կարծում եմ, որ դուք էլ շատ լավ կիմանաք, չկա մի տնտեսագետ, որը կանխավորոշի, թե մեկ ամիս հետո ինչ միջավայրում մենք կլինենք։ Այդ առումով դուք ճիշտ եք ասում, որ մենք ավելի ամբիցիոզ ծրագրեր պետք է ունենանք, բայց դրա հնարավոր հիմքերը, եթե մենք կարողանանք ստեղծել ու ունենանք, իհարկե շատ ցանկալի կլինի։ Շնորհակալություն։ 5%-ի հետ կապված։ Ես ճիշտն ասած առաջի անգամ եմ լսում անհանգստությունը, բայց մոտարապես գուշակում եմ ինչի մասն է։ Ես կարծում եմ, որ պետք է առանձին քննարկենք, եթե կա նման բողոք, մենք պատրաստ ենք քննարկել եւ անհրաժեշտ լուծում տալ։ Երևի դա վերաբերում է 5%-ին կապված ՓՄԶ-ների հետ կապված թղթերը, լուրջ խնդիր է դա, շատ ցավոտ խնդիր է մեր համար։ Մենք այն սկզբից էլ գիտենք, որ այդ ինչ խնդիրների առաջ է բերելու, կարող ենք ցանկացած կոնկրետ փաստով քննարկել եւ լուծումները գտնել։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Հրանտ Բագրատյան։ Պարոն Խաչատրյան, դուք իրավացի եք բարդ է վիճակը, Ադրբեջանում էլ է բարդ, Վրաստանում էլ, գուցե մի քիչ ավելի լավ է, քան թե այստեղ։ Համաշխարհային տնտեսությունն էլ, եթե նայում ենք ֆոնդային ինդեքսները, նրանք պարզապես սպառում են եւ բարիբուն իմաստով լեքզինգային պարում, ոչ ոք չի կարողանում այսօր կողմնորոշվել, թե վերջապես վերջնական ինչ է, բայց այդուհանդերձ։ Ես չգիտեմ ինչ պետք է անել Հայաստանի տնտեսության հետ, բայց ունեմ գաղափար, թե ինչ պետք է չանել։ Եվ ես կոչ եմ անում քննարկել այդ ինչ պետք է չանել։ Գոնե դա երևում է, անկեղծորեն եմ ձեզ ասում։ Եվ նկատի ունեցեք, որ մենք 2016-ին ապրելու ենք շատ ավելի բարդ քաղաքական ու տնտեսական միջավայրում, ոչ թե աճի առումով, կարող է աճը նույնիսկ բարձր լինի, աշխարհի տնտեսական աճը 3-8% կանխատեսվում։ Բայց մենք անկանխատեսելի միջավայրը, որ կլինի 2016-ին, կլինի ավելի անկանխատեսելի, քան 2015-ին։ Պարոն Բագրատյան, ես ձեր հետ չեմ կարող չհամաձայնվել։ Ես իմ ձեռքի տակ ունեմ աշխարհի գրեթե բոլոր երկրների տնտեսական իրողությունները եւ հարկային դինամիկան, գրեթե բոլոր երկրներում հնաները աճում են, հարկերը իջնում են։ Կա այդտեղ առանձնահատկություններ եւ մեթոդիկայի փոփոխության հետ կապված եւ ուրեմն առանձին երկրների օրենսդրական կարգավորումների հետ կապված, բայց մի բանում եմ ձեր հետ համաձայն, որ իրոք մենք այսօր պետք է լուրջ մտածենք, ինչ անենք, ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործենք եւ կարողանանք ապահովել լրացուցիչ ինչպես հարկային եկամուտներ, այնպես էլ քաղաքականություն երկար հատվածի համար, որպեսզի մեր տնտեսությունը աշխուժանա։ Հակառակ դեպքում ես իմ ելույթի մեջ նշեցի, մենք հետագայում կունենանք ավելի բարդ ու լուրջ խնդիրներ, որի լուծումները ավելի մեծ ջանքեր կպահանջի կառավարությունից եւ մեզանից։ Շնորհակալություն։